Գիտեք, որ Հայաստանը մասն է կազմել մի շարք միջազգային կառույցների եւ նրանց ուրեմն միջազգային նորմերի, իսկ միջազգային նորմերի գերակայում են տեղական օրենքների տեղական նորմերը։ Սա կարծում եմ ոստիկանություն է։ Ուզում եմ ավելացնել, որ մենք ունենք նախադեպ 11 թվականին, նույն այս վայրում մենք էլի տեղադրեցինք վրան։ Ճիշտ է, սկզբից փորձում էինք խոչընդոտել, բայց ամեն դեպքում ոչ միայն համակերպվեցինք, այլ եթե մենք խախտել ենք օրենքը, մեզ որոշակի վարչական պատասխանատվության կրթարկվում։ Ոչ միայն որևէ նման բան չեղավ, այլ նաև պաշտոնական եղավ հայտարարությունը մարդու իրավունքների պաշտպանի եւ հետո նույնիսկ իշխանական այլ պաշտոնյաներ եւ պատգամավորներ ասում են, որ այո, որևէ խնդիր չկար մեկ վրան տեղադրելու մասին։ Իսկ մեկ վրան իրավունքի, նախադեպային իրավունքի, ոչ միայն նախադեպային, այլ ընդհանրապես միջազգային կոնվենցիաներում մեջբերված այդ իրավունքի մասին է այստեղ խոսքը, որը որ ոստիկանությունը ակնհայտորեն խախտում է եւ ոչ իրավաչափ գործողություններ իրականացնում։ Ամեն դեպքում ինչպես նշանականը մենք այսօր ժամը 5:30-ին այդ վրանը կտեղադրենք, որպեսզի ապահովենք հացադուլավորի համար անհրաժեշտ նվազագույն պայմանները գիշերելու Եվ մի լրացում, մենք կարող ենք այս պահին գնալ և տեղադրել, պարզ ասում։ Մենք կարող ենք արդարացնել դա հենց օրենքի տառով։ Բայց հավատարիմ մեր սկզբունքներին, մեր որդեգրած մարտավարությանը, մենք չենք ուզում, որ իսկապես լարվածություն լինի, առավել ևս մենք գիտենք մեր տառապանքի փորձով, թե ինչից ինչ է առաջանում եւ ինչ արդյունքում։ Իմառալով անդերձ, որ օրենքը մեր կողմն է, որ օրենքի տառը, միջազգային իրավունքի նորմերը, միջազգային կոնվենցիաների անպատասխան նորմերը պաշտպանում են մեր դիրքորոշումը, դրանով անդերձ մենք այս բանին չենք ուզում լարվածություն լինի, մենք կփորձենք մինչև ինգանցքես, որպեսզի իրենց ենթադրյալ այդ ֆորմալ ձևակերպումները անպատասխան մարմիններից բերենք, բայց կրկնում եմ, 5-ից 5 անցկես մենք կանենք այն, ինչ հայտարարել ենք։ Եվ մի բան էլ, խնդրում եմ Ռաֆի Հովհաննիսյանին այս հարցով մի դիմեք։ Ինքը ասել է, որ ես չեմ ուզում վրան, որովհետև իր բնավորության անպատասխան մտածում է, որ անպայման սա օրենքի սահմաններում է տեղավորվում, բայց չի ուզում, որ այդ առիթով որևէ լարվածություն լինի։ Սա մենք տեղադրում ենք առանց Ռաֆի Հովհաննիսյանի կարծիքը այս պահին հաշվի առնելու, հասկանալու անդերձ ինչ են ասում, որ դրան չեմ ուզում։ Մի խոսքով խնդրում եմ հիմա ավարտենք ասուլիսը, եթե սա կարելի է։ Ես մի բան ուղղակի ասել եւ հիշեք, որ 5-ից 5 ասկես մենք այստեղ գալու ենք եւ տեղադրելու ենք վրան։ Ամեն դեպքում մենք հասկանում ենք, որ գործ ունենք ոչ թե իրավական որոշման հետ խոչընդոտելու, որտեղ իրավական դաշտում չի գտնվում ոստիկանության գործողությունները, իրավաչափ չեն, այլ քաղաքական որոշման հետ ամենաբարձր մակարդակում կայացված։ Ես կարծում եմ, որ այն անձը, որը կայացրել է այս որոշումը, կարծում եմ, որ ճիշտ կլինի փոխի իր իսկ շահերից է դա բխում եւ նախ եւ առաջ բխում է բոլորիս Հայաստանի Հանրապետության շահերից, որ այստեղ չլինի նման լարված մթնոլորտ, որը իր որոշմամբ ինքը փորձում է Խոսքը բերում ժողովուրդ, այդպեսի ասվածված կա, չէ, եւ ասեմ, իսկապես սա քաղաքական արդյունության որոշում է, այնինչ իրենք ինչ որոշում ունեն ներքին, դա զուտ քաղաքական որոշում է։ Իրենք շատ լավ հասկանում են, որ վրանը չեն տեղադրում, որպեսզի կարդ կամ բլոտ խաղան, գիտեն դա վրանը ում համար է, գիտեն սա քաղաքական կյանքում այսօր ինչ է նշանակում Ռաֆի Հովհաննիսյանի հացադուլը եւ այստեղ գտնվելը, հասկանալի է, որ քաղաքական որոշում է, բայց մենք փորձենք այդ քաղաքական որոշմանը մեր քաղաքական անգիստ պատասխանել։